Ինչպես որ եմ այս երկին խոսքը բարերը գրած է Շարլոտ Էլիոտ և երաժշտությունը Ուիլյամ Բրեդբերի։ Նախքան հեղինակին անցնելու արժան է գիտնալ, որ այս երգը, որ 1700 թվականները եկած է, որչափ աստած է մարդոց հոգիներուն համար։ Այս երգը հին երգ մնե, սակայն այս երգը ավետարանչության ժամանակ, արթնության ժողովներու ժամանակ երգված է և այս երգին բարերը և երաժշտությունը Աստծո խոսքեն ետ մղած է մեղավորները հրգության և ապաշխարության։ Եվ նամանավանդ մեծ ավետարանիչ Բիլի Գրահեմ այս երգը շատ կսիրեր և երբ որ ան ավետարանչական արշավներ գուդար մարզաթաշտերու մեջ և շատ ժողովուրդ կհավաքվեր Աստծո խոսքեն ետքը և փրկության հրավեր գուդար այս երգը գբահանջեր և կարաչարգեր, որ երգչախումբը և բոլոր ժողովուրդը երգե և այսպեսով մեղավոր ժողովուրդը, մեղավոր մարդիկ դարձի գուքային հարյուրավորներ։ Հեղինակին անցինք այս երգը գրած է Շարլոտ Էլիոտ, անցնած է Անգլիո մեջ 1789 թվականին։ Իր մեծ հայրը եղած է Հովիվ, այնպես որ Շարլոտ մեծած է հոգևոր շրջանակի մեջ և փոքր տարիքեն իր սիրտը Հիսուսի տված է և ամեն հոգևոր գործունեության, որ կպատահեր իրենց եկեղեցիեն ներս, ինքը ներդրում ուներ կաշխատեր և Տերը իրեն տաղանդ տված էր երգեր գրելու, բանաստեղծություններ գրելու։ Բայց երբ որ Շարլոտ 32 տարեկան էր, իր վրա եկավ հիվանդությունը և այս հիվանդությունը Շարլոտին գաբեց անգողեն։ Ան ուժաթափ էր, ուժճուն էր և միշտ հոգնած վիճակի մեջ էր։ Անոր համար հուսահատեցավ, հուսալքվեցավ, թարնացավ, Աստծո հանդեպ թարնացավ և իր շուրջիններուն հանդեպ թարնացավ։ Երբ իր ընտանիքը կհավաքվեին, որ եկեղեցի պիտի երթան, կպատրաստվեին, երբ հոգևոր ծառայություններու կերտային և կվերադառնային ուրախությամբ և խանդավառությամբ, Շարլոտ ինքսին կծկար դգար, ուծած և անփան անպետք մեկը։ Եվ ասի իրեն շատ դրկմություն էր և վայքար իր հոգիի մեջ։ Եվ օրմը Զվիցերիայեն հովիվ Սեզար Մալատ եկավ իրենց եկեղեցին ծառայելու արդվա պաշտամունքին, ետքը իրենց տունը հրավիրվեցավ Ջաշի։ Եվ Ջաշի ժամանակ հոգևոր խոսակցություններ գլար և հանգարտ Շարլոտ բղծկեցավ և բարձրացան ասավ. Աստված ինձ չի սիրեր, եթե Աստված ինձ սիրեր կբժշկեր, ինձ այս վիճակի մեջ չէր ցկեր։ Ուրեմն Շարլոտի ընտանիքը ամոթահար ցկեցին սենյակը, ցկեցին ճաշասենյակը և քացին կովի սենյակը, բայց այս հովիվը իր դեղեն չշարժեցավ և հարցուց Շարլոտին. ինչու համար թուն հավատքը ցկեցիր, ինչու համար քու միակ Տերոջ մեջ հեռացար։ Այո, գիտենք, որ դու այս վիճակի մեջ ես, անփան կզգաս, քու մեջդ պայքարներ կան, հուսահատած ես, թարնացած ես, այս բոլոր վիճակներով Հիսուսի եկոր, ինչպես որ ես Հիսուսի եկոր։ Արդեն Շարլոտ հոգնած էր աստարն վիճակին, հոգնած էր իր պայքարեն Աստծո դեմ։ Իր բոլոր այդ ցավերով Հիսուսի եկավ և գրեց ինչպես որ եմ երգը։ Por
Հովանու ավետարանի 17-րդ գլխից կվերցնենք, ինչպես Դավիթ եղբայրը սկզբում ընթերցեց մի քանի համարներ մինչև 11-րդ համարը կարդաց։ Նոր արարած Քրիստոսի մեջ կամ մեր մեկությունը Աստծո հետ։ Սիրելիներ, քրիստոնեական կյանքի եւ միաժամանակ քրիստոնեական ուսուցման ճշմարտությունը կայանում է նրանում, որ մենք առանց Տիրոջ ոչինչ չենք կարող անել։ Մենք առանց Տիրոջ չենք կարող ծառայել նրան։ Առանց Տիրոջ չենք կարող մեր վկայությունը թողնել։ Առանց Տիրոջ չենք կարող գործել իր համար, բարի վկայություններ ունենալ, նույնիսկ չենք կարող մեր անձնական հոգևոր պայքարների մեջ հաղթական դուրս գալ առանց Տիրոջ։ Հիշենք Հովանու ավետարան 15-րդ գլխում Տեր Հիսուս իր աշակերտներին ասաց. «Առանց ինձ դուք ոչինչ չեք կարող անել»։ Եվ շատ հստակ ասաց, քանի որ եթե որդին միացած չեք կարող ոչինչ անել։ Իսկ իր քահանապետական աղոթքի մեջ Տերը խաչելությունից առաջ, իր աշխարհից վեր բարձրանուց առաջ աղոթեց Հորը եւ այդ աղոթքը նաեւ համարվեց բարեխոսական աղոթք։ Ամբողջությամբ իր մեջ այս աղոթքը պարունակում է կարևոր ճշմարտություններ, ինչու այս աղոթքը համարվեց քահանապետական կամ բարեխոսական աղոթք, որովհետեւ Տեր Հիսուսը մեր քահանայապետն է, Տեր Հիսուսը մեր բարեխոսն է։ Հիսուսը սիրելիներ միակ բարեխոսն է, միակ միջնորդն է մարդկանց եւ Աստծո միջեւ, ինչպես կարդում ենք Տիմոթեոսին ուղղված նամակի մեջ։ Մեկ միջնորդ կա Աստծո եւ մարդկանց միջեւ, Քրիստոս Հիսուս մարդը, որ իր անձը ամենքիս համար փրկագին տվեց։ Եվ այս աղոթքի մեջ նաեւ Տեր Հիսուսը խոսում է իր եւ Հայր Աստծո միջեւ միության մասին, մեկության մասին։ Աշակերտների ընտրության, աշակերտների սրբացման, հանդերձյալ կյանքի, հավիտենականության, երրորդության մասին խոսք եղավ եւ այլն, եւ աշակերտների համար երբ որ աղոթում էր Տերը, այստեղ խոսեց մեկության մասին ու իր մեջ հաստատված նոր կյանքի։ Ես ուզում եմ մի քանի համար ընթերցենք Հովանու ավետարան 17-րդ գլխից եւ միայն 20-ից 23 համարները, Հովանու 17 20-ից 23 համարներ։ Սակայն ոչ թե միայն սրանց համար եմ աղոթում, այլ նաև նրանց համար, ովքեր պիտի հավատան ինձ սրանց խոսքի միջոցով, որպեսզի ամենքը մեկ լինեն, ինչպես դու Հայր իմ մեջ ես եւ ես քո մեջ, որ նրանք նույնպես մեկ լինեն մեր մեջ, որ աշխարհը հավատա, թե դու ինձ ուղարկեցիր, եւ այն փառքը, որ դու ինձ տվեցիր, ես նրանց տվեցի, որ մեկ լինեն, ինչպես մենք մեկ ենք։ Ես նրանց մեջ եւ դու իմ մեջ, որ նրանք կատարյալ լինեն միության մեջ, եւ որպեսզի աշխարհն իմանա, որ դու ուղարկեցիր ինձ եւ սիրեցիր նրանց, ինչպես ինձ սիրեցիր։ 3 բաժիններով կամ 3 կետերով դիտարկենք, թե ինչպես կարող ենք հասկանալ եւ կամ սահմանել, թե ինչ է նշանակում Քրիստոսի մեջ լինել եւ Աստծո հետ մեկ լինել։ Նախ եւ առաջ սիրելիներ, մենք գիտենք, որ հավիտենական կյանքը սկսվում է, փրկությունը սկսվում է վերստին ծննդյան փորձառությամբ։ Վերստին ծնունդն է։ Դժբախտաբար շատ քրիստոնյաներ այդպես էլ չեն հասկացել, թե ինչ է դա։ Մենք վերստին ծննդյան մասին շատ ենք խոսել անցյալում, որ վերստին ծնունդ նշանակում է նորից ծնվել։ Վերստին ծնունդ նաև նշանակում է ի վերուստ ծնունդ ստանալ, վերևից եւ նորից ծնվել։ Անգլերենով այն նշանակում է նորից ծնվել, կրկին ծնունդ ստանալ, born again, նորից ծնվել, որ իրագործում է Աստծո կողմից։ Ծնունդ տվողը Տերն է, սիրելիներ, իր սուրբ խոսքի միջոցով։ Աստծո խոսքը լսելով, որպես սերմեր ընկնում են մեր սրտի մեջ եւ այն մեզ վերակենդանացնում է, երբ որ մենք հավատքով ընդունում ենք այն։ Այսինքն ծնողը Աստված ինքն է։ 2 համարներ վկայակոչենք այս ուղղությամբ։ Հակոբոս առաջին գլուխ 18 համարը։ Հակոբոս առաքյալը գրում է. Նա իր կամքով մեզ ծնեց ճշմարտության խոսքով, որ մենք իր արարածների մեջ առաջին պտուղների պես լինենք։ Նա մեզ ծնեց, կարդացինք։ Եվ շատ հստակ է, սա Աստծո նվերն է, սա Աստծո պարգևն է, նրա շնորհքը մեղավորներիս համար, որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդուն տվեց։ Սա նվեր էր, որպեսզի ով որ նրան հավատա չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։
Ուրեմն ծնունդ տվողը Աստված է։ Ոչ թե որ մեր լավը լինելուց գրում է առաքյալը շարունակության մեջ, այլ իր ողորմության համաձայն։ Եփեսացիս 2-րդ գլուխ 8-րդ համարը նայենք։ Պողոս առաքյալը գրում է. Շնորհքով եք դուք փրկված հավատքի միջոցով։ Եվ սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է։ Աստծո պարգևն է, Աստծո նվերն է։ Ուրեմն շնորհքով եք դուք փրկված։ Ասել է թե ձեր գործերից չի, ձեր լավը լինելուց չի, ձեր իմաստությունից չի, ձեր բարեգործություններից կախյալ չի սա։ Շնորհքը մի բան է, որ արժան չեղած տեղը մեզի ողորմություն հասցրեց Աստված։ Սա է շնորհքը։ Հիշենք Տեր Հիսուսի եւ Նիկոդեմոսի միջև եղած խոսակցությունը, եւ Տեր Հիսուսը շատ հստակ խոսեց այս մասին, ասելով, որ եթե մեկը ջրից ու հոգուց չծնվի, նա չի կարող Աստծո թագավորությունը մտնել։ Հովանու 3-րդ գլուխ 5-րդ համար։ Այսինքն Աստծո հոգուց եւ Աստծո խոսքով, որովհետեւ ջուրը Աստվածաշնչում շատ հաճախ Աստծո խոսքին է ակնարկանում։ Սրա համար երկար ժամանակ չի պահանջվում։ Սրա համար արարողակարգեր պետք չեն, տիսական կարգեր պետք չեն։ Փրկությունը հավատքով է իրականանում մեր մեջ, եւ սա Աստծո պարգևն է։ Ինչպես երեխայի ծնունդը, որ ակնթարթներ է տվում, վարքյան է տվում, եւ երեխան ծնունդ է ստանում, այնպես էլ հավատացյալը հավատքով ծնունդ է ստանում։ Այսօր չենք կենտրոնանա վերստին ծնունդի վրա, այլ խոսում ենք Աստծո հետ մեր մեկության մասին, եւ հաջորդ կետը դա սրբության կարևորությունն է կամ Աստծո համար առանձնացված կյանքը, որ մեզ մեկացնում է Աստծո հետ։ Որովհետև լինել մեկ Աստծո հետ, դա իրենից ենթադրում է աշխարհից առանձնացված լինել կամ սուրբ լինել։ Հենց սուրբ բառը հունարենով օսիոս բառն է, որ նշանակում է առանձնացված աշխարհից Աստծո համար մի կողմ դրված։ Թե լինի 5 տակարանում այդ անոթները, սպասքները կամ որևէ պարագաներ, որ տաճարում կամ խորանում դրված են, առանձնացված են հատուկ նպատակի համար, Աստծո համար եւ Աստծուն պաշտամունք մատուցելու համար։ Այնպես էլ այսօր այդ անոթները մենք ենք, եկեղեցին է աշխարհից զատված մի կողմ դրված Աստծո փառքի համար։ Եվ կարևոր է հասկանանք, որ հոգևոր կյանքի մեջ սրբությունը, սիրելիներ, միջոց է հանդիսանում Աստված պաշտության համար, արդյունավետ եւ հաղթական կյանք ապրելու համար։ Առանց սրբության չենք կարող։ Երբ խոսում ենք սրբության մասին, դա նշանակում է լինել առանձնացված, ասացինք, եւ իհարկե ոչ միայն առանձնացված Աստծո համար, դա նաեւ նշանակում է, որ գործնականում, պրակտիկորեն սուրբ կյանքը պետք է ապրենք, անբասիր կյանք, պատվաբեր կյանք, Աստծուն փառք բերող կյանք։ Եկեղեցի գնալ գալը, սիրելիներ, աղոթելը դա դեռ չի նշանակում, որ անհատը Տիրոջ հետ մեկ է։ Նույնիսկ եկեղեցում ծառայություն անելը դա չի նշանակում, որ անհատը Տիրոջ հետ մեկ է, Քրիստոսի հետ է։ Հետևաբար կարևոր է առանձնանալ աշխարհից Աստծո համար, այսինքն սուրբ լինել։ Հիշենք, սիրելիներ, երբ Իսրայելին Աստված Եգիպտոսի երկրից դուրս բերեց եւ ազատագրեց այդ գերությունից, եւ նրանք դուրս ելան, որպեսզի Տերը պաշտեն, ոչ թե Եգիպտոսի մեջ, այլ անապատի մեջ ինձ պաշտեն, ասաց Տերը։ Լեռան վրա ինձ զոհ մատուցեն։ Կարող ենք տեսնել Ելից 3-րդ գլուխ 18 համար, Ելից 7-րդ գլուխ 16 համար, եւ ելի համարներ կան, որ այդ մասին են վկայում, որ Աստված դուրս կանչեց նրանց, որպեսզի Իսրայելի ժողովուրդը անապատում իրեն երկրպագեն։ Եգիպտոսից դուրս կանչեց Աստված իր ժողովրդին, որպեսզի իրեն պաշտամունք մատուցեն։ Դուրս գալը հիմք է հանդիսանում, որպեսզի Աստված պաշտես։ Դուրս աշխարհի անաստված մշակույթից, անաստված քաղաքակրթությունից։ Առաքյալը, Պողոս առաքյալը հիշեցնում է կորինթացիներին հին ուխտից եւ գրում է ասելով. դուրս եկեք նրանց միջից եւ ես ձեզ հայր կլինեմ, դուք ինձ ժողովուրդ կլինեք։ Այդ հատվածը եկեք կարդանք 2-րդ Կորինթացիներին 6-րդ գլուխ 16-ից 18 համարները պարզապես հիշենք։ 2-րդ Կորինթացիս 6 16-ից 18 Կամ Աստծո տաճարի եւ կուռքերի միջև ինչ ընդհանուր բան կա, գրում է առաքյալը։ Դուք կենթանի Աստծո տաճար եք, ինչպես որ Աստված ասաց, նրանց մեջ պիտի բնակվեմ եւ նրանց մեջ պետք է շրջեմ, նրանց Աստվածը պիտի լինեմ եւ նրանք իմ ժողովուրդը։ Դրա համար նրանց միջից դուրս եկեք ու հեռու մնացեք, ասում է Տերը, եւ պիղծ բաների մի դիպեք, եւ ես ձեզ կընդունեմ ու ձեզի հայր կլինեմ եւ դուք ինձ որդիներ ու դուստրեր կլինեք, ասում է ամենակալ Տերը։ Սա է սրբացումը։ Եվ այն ժամանակ, երբ որ Իսրայելի ժողովուրդը դուրս եկան եգիպտական ծառայության լուծից,
Բոլոր հեթանոս ազգերը, ամբողջ աշխարհը հասկացան, որ Աստված նրանց հետ է։ Աստված իր հզոր բազուկով այս հրաշքը կատարեց, որ եգիպտական ծառայությունից դուրս բերեց այս ժողովրդին։ Եվ Իսրայելին համարում էին Եգիպտոսից դուրս ելած ժողովուրդ։ Եվ Իսրայելի համբավը լսելի եղավ ամբողջ աշխարհի մեջ առ այսօր, եւ դրա համար շատ ազգերի վրա վախ ընկավ, վախի մեջ էին, որովհետեւ զարմանալի կերպով Աստված նրանց դուրս բերեց գերության երկրից։ Հիշեք ինչ հրաշքներ կատարվեց, ինչպես դատեց կամ դատապարտեց իր դատաստաններով Աստված 10 պատուհասներով պատուհասեց Եգիպտոսը։ Երբ որ եկան Իսրայելի ժողովուրդ, միլիոնավոր ժողովուրդ եկան կանգնեցին Երիքովի պարիսպների առջև, եւ ամբողջ Երիքովը սարսափած էր, լսել էին իրենց պատմությունը, թե ինչպես Աստված այս ժողովրդին հանեց, բերեց, հասցրեց այստեղ, ինչպես հզոր թագավորություններ նրանց առջև կոտորեց եւ նրանք առաջ եկան, եւ հիշում եք ինչպես Հեսուն երկու պատգամավորներ կամ լրտեսներ ուղարկեց Երիքովը լրտեսելու համար եւ եկան Ռախաբ Պորնիկի տունը, եւ ինչպես Ռախաբը ով խոստովանեց այդ մասին եւ հավատաց Հեսուի կողմից ուղարկած այդ պատգամավորներին, որ եկել են երկիրը լրտեսելու համար, եւ ասաց, որ մենք լսել ենք ձեր մասին, թե ինչպես Աստված ձեզ ազատագրեց, ինչպես դուրս բերեց այս մեծ գործերի հրաշքների համար Ռախաբը խոստովանեց։ Ուրեմն դուրս գալը սիրելիներ, եկեք ճիշտ հասկանանք, ամենևին չի նշանակում քաղաքից դուրս գալ, որպեսզի Աստծուն հաճելի լինենք։ Ինչ որ անապատում ապրենք, առանձնացված կյանք ապրենք, միայնակ մեկուսացված կյանք ապրենք։ Սա նշանակում է չխառնվել աշխարհի մեղավոր սիստեմի համակարգի հետ։ Աշխարհի մեջ չմերվել աշխարհի պես։ Աշխարհի մեջ ենք, բայց աշխարհից չենք, սա է նշանակում դուրս գալը։ Եվ եկեղեցին հենց դա է նշանակում։ Եկեղեցի բառը հունարենով էկլեսիա բառն է, որ նշանակում է աշխարհից դուրս կանչվածների ժողով։ Աշխարհի մեջ են, բայց կանչված են դուրս Աստված պաշտության համար։ Այս ժողով, այս հավաքը կոչվեց էկլեսիա։ Նրանք աշխարհի մեջ են, բայց աշխարհից չեն։ Ինչպես աղոթեց Տերը իր աշակերտների համար, որ նրանք աշխարհի մեջ են, ես աշխարհի մեջ չեմ ասած, պահիր նրանց քո խոսքով։ Հավատացողը, երբ կանչվեց, նա այլևս չի կարող մնալ նույն տեղում, նա դուրս է գալիս։ Ուրեմն սուրբ լինելը իրականում առանձնացված մարդն է Աստծո համար եւ առանձնանում է եւ մաքրվում է Աստծո սրբազան խոսքով։ Առանց Աստծո խոսքի սիրելիներ մենք չենք կարող սրբված համարվել։ Խոսք, որ լսում եւ հնազանդվում ենք, խոսք, որ լսում եւ կատարում ենք, որովհետեւ հավատքը լսելուց է, լսելը Աստծո խոսքից է։ Աստծո սուրբ խոսքը խթան է մեր սրբացման համար։ Եվ հիշենք Հովանու ավետարանի 10-րդ գլուխը, երբ Տերը իր մասին ասաց. Ես եմ բարի հովիվը։ Բարի հովիվ եք փնտրում։ Ես ուզում եմ ասել, ովքեր որ մարդկանց մեջ բարի հովիվ են փնտրում, պետք է հուսախաբ անեմ ձեզ։ Պետք է հուսախաբվեք, որովհետև մարդկանց մեջ բարի հովիվ չկա, որովհետև Տեր Հիսուս ասեց. Ես եմ բարի հովիվը։ Ուրիշ մեկը չկա։ Եվ բարի հովիվը իր կյանքը տալիս է իր ոչխարների համար։ Ես եմ բարի հովիվը, իմ ոչխարները ասաց իմ ձայնը լսում են։ Ինչպես են լսում։ Ինչ որ ձայներ են լսում օդի մեջ։ Չէ, իր խոսքն են լսում, Աստծո խոսքն են լսում, ավետարանի ձայնն են լսում։ Իմ ձայնը լսում են եւ ինչ են անում։ Դուրս են գալիս։ Հովանու ավետարան 10:3։ Որտեղից են դուրս գալիս։ Դուրս աշխարից, դուրս կրոնական համակարգից, կրոնական միջավայրից։ Այսպես ասած Հովանեսը, Պետրոսը, Անդրեասը եւ մյուս աշակերտները այդ հուդայական կրոնական միջավայրի մեջ էին եւ նրանք դուրս եկան, երբ որ բարի հովիվի ձայնը լսեցին եւ արոտ գտան։ Դուրս եսակենտրոն կյանքից, մեղավոր կյանքից, ուրեմն լսում են եւ դուրս են գալիս։ Եվ եսակենտրոն կյանքից տեղափոխվում են քրիստոսակենտրոն կյանքին։ Երբ Տերը կանչեց Աբրահամին, հավատքի հայրը Աբրահամը, եւ Աբրահամին ասաց. Աբրահամ դուրս արի, ինքը իր վրանի մեջ էր։ Ծննդոց գիրք 15-րդ գլխում ենք տեսնում։ Եվ խորում էր իր դժվարության մասին, իր կինը ամուլ էր, զավակ չէր կարող ունենալ, նրանք արդեն ծեր էին եւ զավակ չունենալու համար մտահոգված էր Աբրահամը, կենտրոնացած էր իր ծերացած մարմնի վրա, որ ծեր էր, տկար էր եւ
Աստված նրան դուրս հանեց։ Ասաց Աբրահամ դուրս ելիր վրանից եւ երկինք նայիր եւ աստղերը համրիր, եթե կարող ես, եւ քո սերունդդ այդքան շատ եմ անելու, բազմացնելու եմ քո սերունդը։ Ծննդոց 15-րդ գլուխ 4-ից 6 համարների մեջ կարող ենք տեսնել։ Եվ Աբրահամը գրված է դուրս ելավ եւ նայեց եւ հավատաց եւ այդ հավատքը իրեն արդարություն սեփվեց։ Ուստի միջև դուրս չգաս, միջև քո անձիդ վրա կենտրոնացած ապրումներից դուրս չելնես եւ երկինք չնայես, խոստումը չես առնի, որովհետեւ խոստումը հավատքով ենք ստանում։ Եվ գրված է Աբրահամը հավատաց Աստծուն եւ դա իրեն արդարություն համարվեց։ Այսինքն Աբրահամը, ով հավատքի հայրը համարվեց, լսեց Տիրոջ խոսքը եւ հավատաց այդ խոստմանը, որովհետեւ հավատք, ինչպես նշեցի, լսելուց է, լսել Աստծո խոսքից է։ Կրկին Հովանու ավետարան 15-րդ գլուխ 3-րդ համարը հիշենք։ Տեր Հիսուսը ասաց իր աշակերտներին. «Դուք մաքուր եք կամ սուրբ եք այն խոսքով, որ ես ձեզ խոսեցի»։ Աստծո խոսքը մաքրագործման հատկություն ունի։ Մաքրում է մեզ սիրելիներ։ Որքան որ Աստծո խոսքը կիրառենք մեր կյանքերի մեջ, մեր փտած, մեղավոր մտքերը, սովորությունները կամաց պետք է մաշվեն։ Ինչպես ջուրը, որ անընդհատ կաթում է քարի վրա, այն մաշեցնում է, այնպես էլ մեր քարացած սրտերը, քարացած եւ աղիք ու տակում ստացած մեր բնավորության գծերը պետք է հարթվեն, կոտրվեն, փշրվեն Աստծո խոսքի զորությամբ, որովհետեւ Աստծո խոսքը Աստվածաշնչում նաեւ համեմատվում է մուրճի հետ, որ Աստված կոտրում է մեր կարծրացած սրտերը իր խոսքով։ Ուրեմն Աստծո խոսքը փոխում է մարդկանց։ Թե լինի վերստին ծննդյան դեպքում Աստծո խոսքով է լինում, թե հոգևոր աճման համար Աստծո խոսքով է լինում, նաև սրբացման համար, որ առանց Աստծո խոսքի չենք կարող սրբացված լինել, որովհետև լսելով է, որ մեզանում հավատք է առաջանում, լսելով է, որ հնազանդվեցինք Տիրոջը եւ այդ նույն խոսքը աստվածային կյանքի հետ մեր մեջ հեղաշրջում բերեց։ Մեղավորներ արդար համարվեցին, անարժաններ սուրբեր եղան։ Կարող եք հարցնել ինչպես, պատասխանում ենք Աստծո խոսքին հավատալով եւ հնազանդվելով, սիրելիներ։ Մեր տեքստին նայենք Հովանու ավետարան 17-ը գրված է. «Սրբացրու նրանց քո ճշմարտությամբ, քո խոսքը ճշմարտություն է», ասաց Տեր Հիսուսը, հորը իր բարեխոսական աղոթքը բարձրացնելուց ասաց. «Սրբացրու նրանց քո խոսքով, քո ճշմարտությամբ», որովհետև քո խոսքը ճշմարտություն է։ Հրեաները իրենց այդ գալարները, որ Աստծո խոսքը գրում էին, օրենքները, կանոնները, գալարների վրա փաթաթում էին եւ պահում էին։ Հետո որ մաշվում էր դարերի ընթացքում, նորից ձեռագրերով արտագրում էին, նորից պահում էին եւ առ այսօր այդ սուրբ գրքերը եղան, որպեսզի կարողանանք Աստվածաշունչը ունենանք ամբողջապես։ Եվ գիտեք ինչ են գրում, ամեթ կարճ այդ բառը եբրայերենով, որ նշանակում է քո խոսքը ճշմարտություն է։ Իրանց համար ճշմարտությունը եւ գերագույն վերադաս բանը Աստվածաշունչը, Աստծո խոսքն էր, Աստծո օրենքներն էր։ Նայեցեք Հռոմեացիներին 6-րդ գլուխ 19 համար։ Առաքյալը գրում է Հռոմեացիներին. «Մարդկայնորեն եմ ասում ձեզ, ձեր մարմնավոր տկարության պատճառով, որ ինչպես ձեր մարմինները ենթարկեցիք պղծության ու աներենությանը, որ անօրենություն է առաջնորդում, նույնպես էլ հիմա ձեր անդամները ենթարկեք արդարությանը սրբության առաջնորդելու»։ Ձեր անձերը, մարմինները հանձնեք արդարությանը, որ տանում է դեպի սրբության։ Հռոմեացիս 6:22 համար։ Բայց հիմա մեղքից ազատված Աստծո ծառաներ եղաք, դուք սրբության ձեր պտուղն ունեք։ Աստծո ծառաներ, մեղքից ազատագրված եք, դուք սրբության ձեր պտուղն ունեք եւ վերջը հավիտենական կյանք։ Այսինքն Աստծո խոսքով սրբված, առանձնացված հավատացյալի պտուղը դա իր սրբությունն է։ Եվ դրանով չի վերջանում հավիտենական կյանքը, որպես վարձատրություն։ Ուրեմն սիրելիներ, խոսելով սրբության մասին, դա միայն մեկ կողմով չենք անդրադառնում, որ Աստծո համար առանձնացված, զատված անոթն է կամ հավատացյալն է սուրբ, այլև սուրբ եւ անբասիր կյանքով ապրումների մասին մենք կարդացինք։ Եվ Հովանու ավետարանի 17-րդ գլխում Տեր Հիսուսի խոսքը վերաբերվում է նաև առանձնացված լինելու մասին, գործնական սրբության ապրումների մասին։ Որովհետև առանձնացված հավատացյալի կյանքի վավերացումը, ապացույցը, փաստարկը, որ մարդը առանձնացված է Աստծո համար, իր ապրվելիք կյանքն է։
իր սուրբ եւ ամբասիր կյանքով ապացուցված փաստը դրանում է կայանում, որ ես իմ ապրումների մեջ, իմ գործնական վերաբերմունքի մեջ, առասարակ իմ կյանքի մեջ ես մաքուր կյանք եմ ապրում, սուրբ կյանք եմ ապրում, որը ցույց է տալիս, որը փաստում է, որ ես Աստծո համար առանձնացված եմ։ Հասկանում եք, այս երկուսը շատ կարևոր է։ Եվ հասկանում ենք, որ Աստված ուզում է, որպեսզի մեր մեջ կարևոր մարդ տեսնի, ամբաստիր մարդ տեսնի, գիտեք, ծառայություն անելը, վազելը, գործելը, աշխատելը, Աստծո անունը կանչելը, երգելը եւ այլն, սրանք լավ են, բայց գիտեք, Աստծո նպատակը սա է, որպեսզի հավատացյալը մարդ դառնա։ Ինչքան էլ բարձրագույն կրթություններ ավարտեք, չգիտեմ, ճեմարաններ սովորեք, զարգացած երկրներում ապրեք, բայց կարևոր արժեքը մարդն է։ Երբ որ Տեր Հիսուսին ուզում են դատապարտեն եւ Պիղատոսը հանեց այդ դատաստանի տեղը, որ Կապաթա էր կոչվում, բեմը ասված տեղը, բեմը հարթակի վրա, աշխարհի բեմը հարթակի վրա դատեցին Հիսուսին եւ երբ որ խոսեցին հրյա քահանաների հետ, Պիղատոսը ասաց. «Ահա մարդ», Օանտրոպոս ասաց հունարենով, որ մարդ է նշանակում, բայց ոչ թե պարզ մի մարդ, այլ ահա կատարյալ մարդ, ահա մի մարդ, որ մեղք չկա նրա վրա, ահա մի մարդ, որ երկնային մի մարդ է, ուզում եք այս մարդուն խաչեմ։ Եվ նրանք ասեցին խաչիր նրա, խաչին, մենք չենք ուզում այդպիսի մարդ։ Այսինքն օրինակը Հիսուս Քրիստոսն է կատարյալ մարդու, լավ մարդու, հաճելի մարդու, երկնային մարդու եւ այդ օրինակ, այդ մոդելը Աստված ուզում է որպեսզի մեր մեջ տեսնի։ Եվ Աստծո խոսքը մեզի կերտում է, սրբում է, աշխատում է մեր վրա, որպեսզի մենք մարդ դառնանք սիրելիներ։ Այն մարդը, որ երբեմն կար Էդեմական վարտեզում, որ կորցրեց իր պատկերը, իր բնութագիրը մեղքի պատճառով։ Ուրեմն Աստծո խոսքը շատ կարևոր է, որ մենք ընդունենք եւ ապրենք այդ խոսքը։ Թեսաղոնիկեցիներին ուղված նամակում Պողոս առաքյալը գրում է առաջին Թեսաղոնիկեցի 5-րդ գլուխ 23 համար. Եվ խաղաղության Աստվածը ինքը թող ձեզ ամբողջովին սրբացնի, աղոթում է նրանց համար առաքյալը, թող սրբացնի, ասում է, ամբողջովին, եւ ձեր հոգին, անձն ու մարմինը կամ հոգին, շունչը, մարմինը անարատ պահի միջև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը։ Ուստի երկրորդ միջոցը Աստծո հետ մեկանալու դա սրբացումն է, ինչպես նշեցինք, ուստի խաղաղության հետևեցեք, գրում է առաքյալը, բոլոր մարդկանց հետ եւ սրբության, առանց որի Տիրոջը չեք կարող տեսնել։ Խաղաղության հետևեցեք ու սրբության, առանց որի Տիրոջը չեք կարող տեսնել։ Ելուր մնաց մեր մեկությունը Աստծո հետ։ Երրորդ կետը, սիրելիներ, կամ երրորդ միջոցը Աստծո հետ մեր մեկության փառքը։ Հաջորդ բաժինը դա փառքն է, որով ունենք մեկություն Աստծո հետ եւ Քրիստոսի մեջ լինելու այս շնորհքը։ Համաձայն Հովանու ավետարանի 17-րդ գլխի։ Եկեք նորից նայենք 17-րդ գլուխ, 17 համարը կարդացինք մենք արդեն եւ 22-րդ համարը միջև նայենք։ Ինչպես դու ինձ ուղարկեցիր աշխարհ, այնպես էլ ես նրանց աշխարհ ուղարկեցի։ Եվ ես իմ անձը սրբացնում եմ նրանց համար, որպեսզի նրանք էլ սրբանան ճշմարտության միջոցով։ Սակայն ոչ թե միայն սրանց համար եմ աղոթում, այլ նաև նրանց համար, ովքեր պիտի հավատան ինձ սրանց խոսքի միջոցով, որպեսզի ամենքը մեկ լինեն, ինչպես դու Հայր իմ մեջ ես եւ ես քո մեջ, որ նրանք նույնպես մեկ լինեն մեր մեջ, որ աշխարհը հավատա, թե դու ինձ ուղարկեցիր։ 22-րդ համար։ Եվ այն փառքը, որ դու ինձ տվեցիր, ես նրանց տվեցի, որ մեկ լինեն, ինչպես մենք մեկ ենք։ Փառքը, որ ինձ տվեցիր, եւ այդ փառքը ես նրանց տվեցի, ասաց Հիսուս։ Ինչ է այս փառքը։ Դու ինձ տվեցիր, ես նրանց տվեցի։ Ինչու եւ ինչ նպատակի համար է այս փառքը։ Պատասխանում ենք, որպեսզի մեկ լինեն։ Ինչպես մենք մեկ ենք, ասաց Տեր Հիսուսը, շատ հստակ է։ Որն է այդ փառքը կամ ինչ է նշանակում փառքը, որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի։ Ինչ փառքի մասին է այստեղ խոսքը։ Սա այն փառքն է, որ Հայրը որդուն տվեց, որպեսզի որդին արտացոլի հորը երկրի վրա։ Հիշեք, ինչպես նա ասաց, ինձ տեսնողը հորն է տեսնում, ինձ տեսակ հորը տեսակ ասաց։ Աշխարհի մեջ որպես մարդու որդի Տերը հորից պետք է ստանար այդ փառքը, որպեսզի ինքը
այդ որդիական իշխանությամբ իրագործել աստվածային հավիտենական նպատակները, սա որդիական իշխանության փառքն է, սիրելիներ։ Որդին, որ հորն է ցույց տալիս, հորն է արտահայտում, հոր նմանակն է երկրի վրա, ներկայացուցիչն է երկրի վրա, որով որդին ներկայացնում էր հորը եւ փառավորեց հորը, այն փառքով, որով հայրը իրեն փառավորեց։ Նայեցեք Հովհաննես ավետարան 17 առաջին համարը։ Հիսուսը այս բաները խոսեց եւ իր աչքերը դեպի երկինք բարձրացնելով ասաց. «Հայր ժամը հասել է, փառավորիր քո որդուն, որ քո որդին էլ քեզ փառավորի»։ Երկրորդ համարն էլ առաջինը կարդացինք 17-րդ գլուխ երկրորդ համար։ Ինչպես նրան իշխանություն տվեցիր ամեն մարմնի վրա, որ հավիտենական կյանք տա այն ամենին, որ դու տվեցիր նրան։ Եվ սա է հավիտենական կյանքը ասած, որ ճանաչեն քեզ, միակ ճշմարիտ Աստծուն եւ Հիսուս Քրիստոսին, ում դու ուղարկեցիր։ Սա նշանակում է Տեր Հիսուսը Աստծո լիությունն է։ Նա եւ նրա լիությունից մենք բոլորս շնորհք ստացանք շնորհքի փոխարեն։ Նա է փառացույցը մեր մեջ եւ բոլոր հեթանոսների մեջ եւ իրեններին շնորհում է այդ փառքը, որպեսզի մենք էլ աշխարհիս մեջ իր ներկայացուցիչները լինենք, իր վկաները լինենք, իր նմանակները, իր նմանները լինենք եւ այս փառքը որդիական իշխանությունն է ցիրելներ, որպես Աստծո որդիներ, ինչպես կարդում ենք Հովհաննես առաջին գլուխ 13-րդ համարում գրված է իրեններին եկավ Հիսուսը, բայց իրենները չընդունեցին նրան, մերժեցին, այսինքն հրյա ժողովուրդը, բայց ովքեր ընդունեցին, նրանց իշխանություն տվեց կամ զորություն տվեց Աստծո որդիներ լինելու։ Աստծո որդի տիտղոսը ինչքան կարևոր է։ Եվ սա Աստծո կողմից փառք է իր զավակների համար։ Գիտեք, շատ հեշտ ենք ասում Աստծո որդիներ, շատ հասարակացած է կարծես, չէ՞, բայց սա ազնվական տիտղոս է, սիրելիներ։ Սա հավիտենական տիտղոս է։ Աստվածային իշխանությամբ փոխանցված փառք է, որով հայրը կամեցավ որդու միջոցով մեզ էլ փառավորի, որպես շատ որդիների, եւ այդ որդիների անդրանիկը Քրիստոսն է։ Այսինքն մենք առանց Քրիստոսի չենք կարող որդիներ լինել։ Նախ Քրիստոս, հետո քրիստոսիները։ Որդիով ենք մենք այս որդիական իրավունքը ունենում։ Հռոմեացիս 8-րդ գլուխ նայեցեք 29-ից 30 համարներ։ Որովհետև նրանց ում սկզբից ճանաչեց, Աստված ճանաչեց։ Նույնպես նախասահմանեց իր որդու պատկերին կերպարանակից լինելու, որ նա շատ եղբայրների մեջ անդրանիկը լինի, եւ նրանց ում նախասահմանեց, նաեւ կանչեց, եւ ում որ կանչեց, նրանց արդարացրեց, եւ ում արդարացրեց, նաեւ ինչ արեց, փառավորեց։ Նախասահմանեց, կանչեց, արդարացրեց եւ փառավորեց։ Նայեցեք, անցյալ կատարյալ ժամանակով է խոսում այստեղ առաքյալը։ Նրանց կանչեց, բայց կան մարդիկ դեռ փառավորված չեն։ Դա այսինքն չի եկել, չի հասունացել այդ պահը։ Ինչպես է անցյալ ժամանակով խոսում, որովհետեւ սիրելիներ Աստծո համար եւ առասարակ երկնքում դուք հաճախ ժամացույցին նայում եք, չէ՞, այնտեղ ժամացույց չկա։ Այնտեղ ժամանակ չկա, Աստված ժամանակներից դուրս է։ Աստված հավիտենական է։ Դրա համար անցյալ կատարյալ ժամանակով է խոսում։ Իր համար անցյալը ներկա կամ ապագան, իր համար ներկա է։ Մեկ օրինակ էլ հիշենք Լեռան քարոզից այս խոսքի վերաբերյալ, հիշում եք երանիների շարքը, առաջին երանին, Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Չի ասում նրանցը պետք է լինի, արդեն նրանցն է երկնքի արքայությունը, որովհետև երկնքի արքան Հիսուս Քրիստոս երբ որ քո կյանքիդ մեջ է գալիս, իր իշխանությունը, իր թագավորությունը, իր զորությունը հաստատում է քո կյանքիդ մեջ, նրանցն է երկնքի թագավորությունը։ Գաղատացիներին Պողոս առաքյալը գրում է Գաղատացիս 2-րդ գլուխ 20 համար. Ապրում եմ ոչ թե ես, որովհետև ես Քրիստոսի հետ խաչ էլ ասում է։ Եսը խաչի վրա։ Մարդու եսը ուզում եք իմանաք մարդու եսի տեղը որտեղ է։ Խաչի վրա է։ Ես խաչի ելա, ուստի ապրում եմ ոչ թե ես, այլ Քրիստոս կապրի իմ մեջ։ Այսպիսի ապրումները արտահայտում են Տիրոջ կյանքը մեզանում, Տիրոջ փառքը, երբ մենք հրաժարվում ենք մեր անձի կյանքից, եսակենտրոն կյանքից, որը մեզ հեռացնում է աստվածակենտրոն կյանքից, պետք է խաչը հանենք Քրիստոսի հետ։ Վեհագույն արժեքների մասին ենք խոսում, սիրելիներ։ Շատ կարևոր արժեքների մասին ենք խոսում եւ աղոթքս է, որ ըմբռնենք այս կարևոր ճշմարտությունները, որովհետև իզուր չի այն խոսքը, որ կարդում ենք Հովհաննես առաքյալի թղթերում,
որ ձեզանում բնակվող ավելի մեծ է այն հոգին, որ Աստծուց առակ ավելի մեծ է, քան այն հոգին, որ աշխարհի մեջ է, որովհետև մենք այս կարևոր գանձ ենք կրում մեր հոգիների մեջ, որն Աստծուց ենք արել, որպեսզի հռչակենք նրա փառաբանությունները։ Տեսեք, հոգևոր կյանքը չպետք է մենք շփոթենք զգացական կյանքի հետ, որովհետև այսօր շատ խառնված է իրար։ Հավատքի կյանքը, հոգով լեցված կյանքը եւ զգացմունքների կամ էմոցիոնալ կյանքը։ Պետք է մենք զանազանենք։ Ինչու եկեղեցուն շատ հավատացյալներ հասուն չեն։ Որովհետև զգացմունքներով են քայլում եւ ոչ թե ճշմարիտ հավատքով։ Որովհետև սննդարար կերակուրով շատ չեն սնվում։ Պատմություններ, օրինակներ, չգիտեմ, ավելի շատ այդպիսի բաներով են սնվում, հետեւաբար հոգեվորապես աճ չեն ունենում։ Գիտեք ինչն է աճում։ Զգացմունքներն է աճում։ Ոչ թե Աստծո հոգով ապրելը, ոչ թե հավատքն է աճում, այլ զգացմունքներն են աճում։ Եվ ովքեր որ չեն կարողանում զանազանել, նրանք նույնպես զգացմունքներով են առաջնորդվում։ Ոմանք էլ սիրելիներ այս փառքը այլ կերպ են ընկալում, կարծելով դա ինչ որ լուսավոր եւ փայլուն ինչ որ երևույթ է, ինչ որ շողացող մի երևույթ է մարդկանց գլխավերևում, դա է փառքը։ Սակայն Հայր Աստված որդիով մեզ պսակեց այդ փառքով, որպեսզի մենք շատերս, որպես շատ որդիներ այդ փառքին արժանանանք հենց որդու շնորհիվ, որդու միջոցով, որպեսզի մեզ տեսնողները նրան տեսնեն, որպեսզի կարողանանք իր շնորհքով նրան արտացոլենք եւ որպեսզի լույսի որդիներ լինենք այս խավար աշխարհի մեջ։ Սա է փառքը։ Երկրորդ Պետրոս առաջին գլուխ 3-ից 4 համարները նայեք։ Երկրորդ Պետրոս առաջին գլուխ 3-ից 4 համարներ։ Իր աստվածային զորության համաձայն մեզ պարգևեց այն ամենը, ինչ անհրաժեշտ է կյանքի եւ աստվածպաշտությանը, նրան ճանաչելու միջոցով, որ մեզ կանչեց փառքի եւ առաքինության։ Սա է նոր ստեղծագործության իմաստը եւ նպատակը։ Սա է, որով բնորոշվում է մեր միությունը Աստծո հետ Քրիստոսի մեջ։ Սրանով մենք պահված ենք Աստծո մեջ Քրիստոսի հետ, ինչպես առաքյալը գրում է Կողոսացիներին 3-րդ գլխում 3 եւ 4-րդ համարները նայեցեք։ Եվ այս համարներում առաքյալը հորդորում է ասելով. «Վերին բաների մասին մտածեցեք, վերին բաները փնտրեցեք, որտեղ Քրիստոս կնստի Աստծո աջ կողմում, վերևում եղած բաների մասին խորեցեք, ոչ թե այն ինչը որ երկրի վրա է, չէ որ դուք մեռաք, եւ ձեր կյանքը պահված է Աստծո մեջ Քրիստոսի հետ»։ Բայց երբ Քրիստոսը, որ մեր կյանքն է, հայտնվի, այն ժամանակ դուք էլ նրա հետ փառքով կհայտնվեք։ Այն փառքով, որ նա մեզ շնորհեց, եւ այսպիսով, եթե մենք ուզում ենք Աստծո հետ մեկանալ, նույնանալ Քրիստոսի հետ, այս միաբանության մեջ լինել, այս միության համար պետք է նախ վերստին ծննդյան փորձառությունը ապրենք։ Վերստին ծնունդ, երկրորդը սրբացումը եւ այն փառքը, որով Հայրը մեզ որդու միջոցով փառավորեց։ Աշխարհից առանձնացված եւ Աստծո համար կենտրոնացված կյանքը։ Նրա խոսքով առատանալով եւ հրաժարվելով անձնակենտրոն կյանքից, քանի որ այս վեհագույն մեկության պատվին որդին մեզ արժանացրեց, տալով հավիտենական կյանք Աստծո հետ միաբանվելու եւ փառքով փառավորեց, որին մենք արժան չէինք ոչ մեկս։ Սակայն շնորհեց Աստված որդու ձեռքով։ Ուրեմն, եթե մեկը Քրիստոսի մեջ է գրում է առաքյալը 2 Կորինթացիս 5:17, նա նոր ստեղծագործություն է, նա նոր արարած է, որովհետև հները անցան, ամեն բան նոր եղավ, ինչպես սկզբում երգեցեք նոր երգ։ Նոր երգը այնքան էլ չի նշանակում, որ ես սկսեցի նոր երգեր գրել։ Եթե նոր մարդ ես Քրիստոսի մեջ, իներ անցած քո երգվածը, քո ասելիքը նոր պետք է լինի։ Ոչ թե հին աշխարհային կյանքով ապրած երգերը, մտածելակերպը, դիրքորոշումը, որովհետև մեր սրտերը փոխված են։ Նոր երգ ասելը նշանակում է նոր մարդ եմ, իմ ասելիքը նոր է, Աստված ինձ նորացրել է եւ արժանացրել է իր փառքին։ Տերը թող օրհնի իր խոսքը, սիրելիներ, Տերը օրհնի ձեզ բոլորիդ։ Պիտի խնդրեմ, որ ոտքի կանգնենք եւ աղոթքով ավարտենք այսօրվա պաշտամունքը։